2025-ի վարժական հավաքներին 16,000 մասնակից է եղել, 2026 թվականի համար նախատեսվում է 20,000 պահեստազորային, ազգային ժողովում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չի մեկնաբանել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանն իր կողմից վերահսկում է մոտ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք։ Պապիկյանը կոչ է արել հարցը թողնել դելիմիտացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովների քննարկմանը։ Նախարարը չի համաձայնել նաև դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը 2026 թվականին ընդառաջ քաղաքացիական պայմանագրի քվեները ապահովելու միջոց է։ Մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել, անկեղծ ասած, ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։